Ուղիղ 34 տարի առաջ հենց այսօրն է կազմավորվել հայոց բանակը։ Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս տոնը մեկնարկել է Եռաբլուր զինվորական պանթեոնից, որտեղ քաղաքական գործիչների, հոգևորականների եւ քաղաքացիների հոսքը ողջ օրվա ընթացքում չի դադարում։ Եռաբլուր է այցելել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը, ծաղիկներ խոնարհել պատերազմների ընթացքում ընկածների շիրիմներին ու աղոթ բարձրացրել հերոսների հոգու հանգստության համար։ Ավելի վաղ Մայրաթոռը օրվա արդիվ վեհափառի ուղերձներ հրապարակել, որտեղ հայրապետը իր օրհնությունն ու սերն է հղել սպաներին, զինվորներին ու համայն հայությանը։ Իր ուղերձում կաթողիկոսը շեշտել է, որ հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է։ Նա հիշեցրել է Արցախի պատերազմի ընթացքում մեր մարտիկների հերոսական սխրագործությունները, մաղթելով, որ բանակը շարունակի քաջաբար հսկել սահմանները, իր տոկունությունը շաղախելով առ Աստված հավատքով։ Պանթեոնում էին նաև Երրորդ հանրապետության ընթացքում բոլոր պատերազմներին քաջաբար կռված ազատամարտիկները, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու իրենց զինակից ընկերներին։ Ազատամարտիկներն իրենց խոսքում շեշտել են, որ բանակը երբեք չի պարտվել եւ իր առաջ դրված խնդիրը կատարել է ամբողջությամբ։ Ես ուղղակի մեր ժողովրդին ամուր կամք եմ ցանկանում։ Նորից ու նորից շնորհավորում եմ մեր բանակին, մեր սպաներին, մեր զինվորներին, ովքեր այս պահին կանգնած են մարտական դիրքերում կատարում են նրանց պարտքը հայրենիքի հանդեպ, բոլորը թող անփորձանք ծառայեն, բոլորը վերադառնան իրենց հայրենի օջախները։ Իսկ մեր ժողովրդին մի քիչ միասնություն, հետ է մեզ պակասում։ Մենք 5000 տարվա ազգ ենք, ամբողջ աշխարհի առաջ գոռում ենք, որ 5000 տարվա ազգ մշակույթ պատմություն ազգ ենք, բայց մեր 5 սխալների վրա մենք 10 չենք կարող։ Դրա համար մեր երկիրը հայտնվել է այս վիճակում, քաոսային վիճակում։ Ուղղակի մենք պետք է որպես ազգ հասկանանք, որ պարտությունն էլ է պետությունների ազգերի համար։ Խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի։ Սա է հիմնականում։ Մեր այսօրվա վիճակը, որ ունենք, այսինքն եւ պարտություն, եւ Արցախի կորուստ, դրանում բանակի մեղք ընդհանրապես չկա։ Բանակը իր խնդիրը միշտ կատարել է, կատարում է եւ կատարելու է։ Եռաբլուրում էին նաև մեր ձևով շարժման անդամները։ Նարեկ Կարապետյանն ու իր թիմը ծաղիկներ են խոնարհել հերոսների շիրիմներին, իրենց զորակցությունը հայտնել նրանց հարազատներին։ Նարեկ Կարապետյանին Եռաբլուրում մոտեցել է մի կին, հուզված դիմել նրան, կոչ անելով ձեռնարկել գործուն քայլեր, որպեսզի երկրում տեղի ունեցած աղետը չկրկնվի։ Կնոջ խոսքով վերջին ամիսներին հասարակությունը ականատես է լինում այն ամենի կործանմանը, ինչը տարիներով ստեղծել է Հայաստանը։ Արցախյան քառորյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող Երևանի թիվ 147 դպրոցի առջև բացվել է հերոսի արձանը։ Արձանի վրա փորագրված են Աբաջյանի վերջին խոսքերը, որոնք նա զոհվելուց առաջ փոխանցել էր իր հրամանատարին։ Պարոն գնդապետ, խնդրում եմ բոլորին փոխանցել, որ 2 րոպեից հասնում ենք, ասա։ Այս դիրքում իմ տղեկի։ Ասա մի անջատի։ Տեղ իմ աղջիկն է։ Ասա լսում եմ, ասա ձենը ինչի է կորում։ Ես տեղ հիմա կարտոն քաշում եմ։ Դպրոցի տնօրեն Մարգարիտ Ահովանիսյանի խոսքով արձանի բացման օրը պատահական չի ընտրված։ Աբաջյանը հայրենիքը կյանքի արժեքից վեր էր դասել։ Թող բանակի ուժը ծաղկի մեր միասնության մեջ։ Թող յուրաքանչյուր զինվոր զգա հայրենիքի սերը, իսկ նրանց ծառայությունը լինի միայն խաղաղության ճանապարհ։ Խոնարհվում եմ նահատակ հերոսների հիշատակին։ Ուժ ու հաստատակամություն, օրհնություն ու լույս այսօր ծառայողներին։ Փառք հայոց բանակին։
2016 թվականի ապրիլի 2-ին թշնամու սանձազերծած գործողությունների ժամանակ զոհվում է Աբաջանի Վաշտի հրամանատարը։ Խիզախ Ռոբերտը, չնայած ոտքի վիրավոր լինելուն, իր վրա է վերցնում հրամանատարությունը եւ պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը սպառվում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվել էր թափանցել դիրք։ Ադրբեջանցի զինվորները արդեն դիրքում էին Ռոբերտի դեմ դիմաց։ Անգամ սա չի խանգարում նրան իրականացնել ծրագրածը։ Մոլորեցնում է թշնամուն, քաշում նռնակի օղակն ու պայթեցնում դիրքը, իր հետ սպանելով ադրբեջանցի զինվորների, որոնց շարքում կային նաև սիրիացի վարձկաններ։ Այս անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը կանխել էր դիրքի ամբողջական գրավումը եւ փրկել թիկունքից օգնության հասնող հայկական ուժերի զինվորների կյանքը, իր անունը հավերժորեն գրանցելով հայկական հերոսամարտերի պատմության մեջ։ Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի նստած շրջանի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանային խաղաղությանը, գերիների վերադարձին եւ Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներին։ Նախարարի խոսքով Ադրբեջանում պահվող 4 հայ գերիների ազատ արձակումը խաղաղության հույս է ներշնչում։ Միրզոյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում ազատ կարձակվեն նաեւ մեջբերում Ադրբեջանում մնացած մյուս 19 պահվող անձինք։ Ելույթի ընթացքում արտգործնախարարը խոսել է նաև Հայաստանի դեմ հիբրիդային սպառնալիքների մասին, նշելով, որ որոշ ուժեր պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների մեջ երկրի ինքնիշխան ընտրությունը խաթարելու եւ Հայաստանը հարևանների հետ անվերջ հակամարտության վերադարձնելու համար։ Բացարձակ բամբասանք է որակել արտգործնախարարը այն խոսակցությունները, թե Հայաստանում հոգեվորականների են հալածում։ Միրզոյանը անդրադառնալով ԵԽԽՎ պատգամավորի հարցին հայտնել է, որ մեջբերում Հայաստանում հոգեվորականների նկատմամբ հալածանք չկա։ Ըստ նախարարի, խաղաղությունը ինչպես եւ ժողովրդավարությունը պետք է մշտապես պաշտպանել թե ներքին, թե արտաքին ճնշումներից։ Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը համայնքի եւ թեմի քահանաների ճնշման ներքո փոխել է դիրքորոշումը, գրել է հրապարակ օրաթերթը։ Օրաթերթի տեղեկություններով ահռելի ճնշումներ են գործադրել նրա վրա, կանգնեցնելով երկընտրանքի առջև, կամ շարունակում է հավատարիմ մնալ մայրաթոռին, կամ իր թեմակալ առաջնորդությունը դադարեցվում է։ Եվ միայն դրանից հետո է նա հայտարարել, թե փետրվարի 16-ից 19-ին կմասնակցի եպիսկոպոսատ ժողովին, որը մայրաթոռը հրավիրել է Ավստրիայում։ Հովնան arczepiskopos Տերտերյանը Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից է։ Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու եպիսկոպոսատ ժողովին եւ կոչ էին արել, որ մայրաթոռը չեղարկի այն։ ԱՄՆ ռազմական նավերի լրացուցիչ նավատորմ է ուղևորվում դեպի Իրան, հայտարարել է Դոնալդ Թրամփը, հուսալով, որ Իրանը կհամաձայնի համաձայնագիր կնքել երկու երկրների միջև։ Հունիսին մենք ոչնչացրել ենք Իրանի միջուկային ներուժը, մենք պետք է դա անեինք, հակառակ դեպքում նրանք մեկ ամսից կավարտեին աշխատանքը, եւ այժմ շատ գեղեցիկ նավատորմ է մոտենում Իրանին, կտեսնենք ինչ կլինի, նրանք պետք է դեռ սկզբում գործարք կնքեին, այդ դեպքում երկիր կունենային։ Թրամփը նշել է, որ Թեհրանի պաշտոնյաները բազմիցս են ցանկացել բանակցել։ Ըստ ամերիկյան պարբերականների վերլուծությունների, Միացյալ Նահանգները մտադիր է խոչընդոտել ծովային ճանապարհով իրանական նավթային հոսքը դեպի Չինաստան։ Մարդկանց կյանքը վտանգող Նիպահ վիրուսը տարածվել է Հնդկաստանի Բենգալիա նահանգում, կանխելու նպատակով Ասիայի մի շարք երկրների իշխանությունները խստացրել են Հնդկաստանից ժամանող ուղևորների ստուգումները։ Վիրուսը մարդուն փոխանցվում է կենդանիներից, հիմնականում չղջիկներից։ Վարակման պահից մինչև ախտանշանների հայտ գալը սովորաբար տևում է 4-ից 14 օր։ Այն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, գլխացավով, մկանային ցավերով, փսխումով եւ կոկորդի ցավով, երբեմն
կան սուր թոքաբորբով։ Մի պահի ընթացքում հնարավոր է գլխապտույտ, քնկոտություն, գիտակցության խանգարում, ցնցումներ եւ էնցեֆալիտ, ուղեղի բորբոքում, որը կարող է հանգեցնել անգամ կոմայի։ Այն համարվում է աշխարհի ամենամահաբեր վիրուսներից մեկը եւ դեռևս չկա դրա դեմ դեղամիջոց եւ պատվաստանյութ։ Перспектива дальнейшей совместной работы по достижению. Եթե Զելենսկին իսկապես պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մենք նրան հրավիրում ենք Մոսկվա։ Միևնույն ժամանակ երաշխավորում ենք նրա անվտանգությունը, հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։ Проектов, тех документов, которые... Նրա խոսքով Մոսկվան չի հրաժարվում Պուտինի եւ Զելենսկու անմիջական շփումներից, բայց դրանք պետք է միտվեն արդյունքի վրա։ Նրանց հանդիպման հարցը մի քանի անգամ քննարկվել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցների ընթացքում, նշել է Ուշակովը։ Հակամարտության կարգավորման եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում շարունակվելու են մյուս շաբաթ։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով դրանք պատմական հանդիպումներ են, քանի որ մինչև այս Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափով հանդիպումներ չեն եղել։ Կալուգայում այրվել է Volkswagen-ի նախկին գործարանը։ Հրդեհը տարածվել է մոտ 4000 քառակուսի մետր տարածությամբ։ Տուժածներ չկան։ Հրդեհը սկսվել է, երբ պլաստիկի նյութերը բռնկվել են եւ կրակ-նարակ տարածվել է։ Նախկին գործարանի տարածքում այժմ տենետ մեքենաներն են հավաքվում։ Որոնեժում հարբած հայրը որդուն պարանով կապել է եւ 7-րդ հարկի պատշգամբից իջեցրել ներքև։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Ամբողջ ընթացքը նկարահանել են եւ տեղադրել համացանցում։